ուղղությամբ եք մասնակցել համաշխարհային պատերազմին։ 4-րդ ուկրաինский ֆրոնտ։ Պրագանից Կիևից հասել եմ մինչև Պրագա։ 4-րդ ուկրաինский ֆրոնտում որ դիվիզիա 271-րդ դիվիզիա Պատ Պրագային չհասած թեթև վիրավորվել եմ։ Մայիսի 9 հանդիպել եմ ուրեմն գոսպիտալում։ Յոկրանին։ Ինչ ասեմ։ Որտեղ եք կրվել, որ ճակատում եք եղել։ 4-րդ ուկրաինский фронт. 4-й украинский фронт. 271-я стрелковая дивизия. Мича Берлин եք, հա գնացել։ Командиром пулеметного взвода. Пулеметчики. Մичա Բերլին եք գնացել։ Բերլին, Այո։ չէ, միջև Պրագա եմ գնացել։ Ինչ հիշողություններ ունեք։ Киевից ցած միջև Պրագա։ Под Պրագայի легко был ранен։ Մայիսին գոսպիտալում եմ հանդիպել։ Ձեր հայրենակիցներից կային ձեր հետ շատ հայեր։ Հայրենակիցներ։ Հայեր շատ կային ձեր հետ այդտեղ։ Հայրենակիցներ, չգիտեմ ես, հայրենակիցներ, այսինքն չեմ ուզում հիշեմ, 3 հոգի մենք, ես պուլեմյոտչիկ էի, Դենգերս մյունմանուչկը մեկը ստրելկով, երկուսնելակ բաքսի հայերին, միասին ենք անգվրոնտ, հենց առաջի մինան երկսով պագիբլի, երկուսնում վար, իսկ մի քիչ հերոյ է իրանցից, Баями дошел до Патрагу. Под Прагой был легко ранен. Попал в госпиталь 28 апреля 9 мая кончилась война. Я победу встретил в госпитале. Լегко раненых. Էլ ինչ ասեմ։ Իսկ ինչպես որոշեցիք մասնակցել պատերազմին։ Ես եմ որոշել։ Դու քանի տարեկան եք այդ ժամանակ, որ պատերազմին մասնակցեցիք։ 45 թվին, ես 21 թվից եմ ատել, հաշվեք ինչքան տարեկան էի։ Իսկ ով որոշեց, որ դուք պետք է գնաք այս։ Չհասկացա։ Պատերազմ գնալը, հա, ինչպես եղավ, դա կպատմեք, ոնց որոշվեց, որ դուք պետք է գնաք եւ այլն։ Պատերազմը որոշեց դասարանով ավարտական երեկո էր, բոլոր ամբողջ գրպայով այնտեղ Երևանցկայ օձերը գնացինք դել լսեցինք, որ վերալոմն է Լևիտան Նիկոլոսը Գերմանիա վերալոմն բամբիլը նաշգարադա եկանք վայնկոմատ, որ պասլալ մեր ֆրոնտ բոցար ինքը մեզ ճանաչում էր այն ժամանակ տաներով Վարաշիլովսկի ստրելող բանը հաճուչեր ուխադետի կամ тоже предотвращать. В общем, երկու բան ավելացնեմ։ Հետո ավարտեցի բան Бакинское пехотное училище. Званием лейтенант բոլոր վիպուսկով ուղարկեցին Սևերնի Կովկաս, նեմեսներ են վաղտը մոզդոքում են։ Սևերնի Կովկասում ամեն հրավոտ կան ծուցակ էին բանում հրատարակում նավրոտ։ Մի ծուցակել մի որ հրատարակեցին 5 հոգի զակ ֆրոնտ, կորոտ ուստով չշլե է։ Ես ֆրոնտից եմ գազակ ֆրոնտ գոր Թբիլիսի։ Այդ ժամանակ Հայաստանում 26 թվի տղաներով բանակ էին աջել։ Ես ուրեմն Թբիլիսում մի օր դուրս եկավ Արմենի կոմանդիրը выходите строиться։ Դուրս եկանք երկու հոգի։ Կանչեն город Երևան։ Եկա Երևան։ Фронтից եկա Երևան։ Հետո прослужил там полковой допросив выпуска, այդ ժամանակ ես ավարտել էի մի կուրսի были военного альпинизма и горнолыжного дела. Այդ званом վերոնքելու արդեն приближались к Карпатам. Как инструктор горного лыжного дела, военного альпинизма, попал на фронт.
Приехал в полк, командир, момент, инструктор, как это, Карпаты, это не Кавказ. Какая специальность? Все пулеметчик. Принимал пулеметный взвод. Пулеметный взвод я получил и этим взводом до Праги. Իսկ ինչ Под մեդալներ Прагой եք был ստացել։ լегко ранен. Իսկ ինչ պարգևներ, մեդալներ եք մեդալները ստացել։ ցուցադրված Ինչ մեդալներ եք ստացել, Вот, որ կառանձնացնեք։ մեդալներ։ Երկուսը ասեք։ Այս բոլորը ֆրոնտում եմ ստացել։ Ամենակարևորը ո՞րն եք համարում։ Ամենառաջին է։ Один из этих красных звезд. Ժողովուրդ ինքը հոգնում է, երկար չի կարող մնալ։ Ապատում բլու դաշտի, ինքը վաստակավոր ճարտարապետ է եւ այս շենքի կառուցմանը մասնակցել է հուշահամալիրի եւ նաեւ 100 տարեկանում սկսել է նկարել Ճարտարապետական ֆակուլտետի ուսանողից թե պրակտիկա է անցնում։ Разбивкան ես եմ արել։ Այս մանումենտի։ Ձեր անուն ազգանունը չեք ասի։ Ինչպես Անուն ազգանունը ձեր ասեք։ Գրանդ Մելիքսեթովիչ Կարապետյան։ եւ 100 տարեկանում սկսել է արտակարգ նկարել։ Մենք 2 տարի առաջ գեղանկարների ցուցահանդես կազմակերպեցինք Պապիկի նկարած։ Շնորհակալություն։ Արմեն Խաչատրյան։ Այո։